Հունվարի 18-ին եւ լույս 19-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդի տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ։ Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 գրակոց։ Հարավային, արևելյան եւ հյուսիս-արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ Սևնետ, Իստիգլալ եւ SVD տիպի դիպուկահար հրացաններ, ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների։ Մնալ եւ պայքարել, ապրել եւ գործել հանուն ավելի լավ երկիր կառուցելու, որտեղ կհարգվի ցանկացած քաղաքացի անկախ ազգությունից կամ կրոնական պատկանելությունից։ Այսպիսին էր Հրանտ ինքը, մարդ, ով ինչպես փաստում են շատերը, փոխեց Թուրքիան։ Ստամբուլում առաջին հայկական երկլեզու հայերեն ու թուրքերեն ակոս պարբերականի հիմնադիրն ու նախկին գլխավոր խմբագիրն այն եզակի մարդկանցից էր, ովքեր անկեղծորեն հավատում էին, որ մի օր Թուրքիան կփոխվի եւ հանուն այդ հավատի նա չխնայեց ոչինչ, անգամ սեփական կյանքը։ 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում ծնված ինքն այն քիչ մարդկանցից էր, ով ոչ միայն կյանքի օրոք, այլև մահվանից հետո կարողացավ թուրքական հասարակության ներսում շատ արգելքներ կոտրել։ Շատերին հենց նրա մահը ստիպեց հետ նայել եւ նորովի ընկալել սեփական երկրի պատմությունը։ Ապրելով Թուրքիայում ինքը երբեք իրեն չէր օտարում այդ երկրից եւ անում էր ամենը թուրքական պետությունը վերափոխված տեսնելու համար։ Նա վստահ էր, որ հայ-թուրքական հարաբերությունները անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։ Թուրքիայում արտահայտած մտքերի ու առած բացահայտումների համար ինքը կյանքի վերջին տարիներին սկսել էր ծայրահեղական ազգայնականների կողմից բացահայտ, իսկ պաշտոնյաների կողմից քողարկված սպառնալիքներ ստանալ։ Շատերը նրան հորդորում էին լքել Թուրքիան, փրկելով իր կյանքը, սակայն արդարության մարտիկը երբեք չէր ենթարկվում այդ հորդորներին եւ բարկանում էր կրկնելով. «Սա իմ երկիրն է»։ Շատ անգամ, երբ նրան հարց էին տալիս, թե ինչու չի գալիս իր հայրենիքում Հայաստանում ապրելու, նա պատասխանում էր, որ հենց ինքն է ապրում իրական հայրենիքում։ Այո, մենք հայերս այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են։ Սակայն մի անհանգստացեք ոչ թե այս հողերն առնել տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար։ Ասում էր նա, պնդելով, որ պետք է մնա Թուրքիայում եւ շարունակի պայքարը հանուն ավելի ժողովրդավար պետության։ Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ, կրկնում էր նա։ Ժամանակակից Թուրքիայում ինքը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատության խորհրդանիշը։ Ոմանք նրան անվանում են Թուրքիայի Մարտին Լութեր Քինգ, ոմանք էլ ասում են, թե հենց ինքի շնորհիվ էր, որ Թուրքիայի հասարակության մի զգալի հատված իր մեջ քաջություն գտավ այլ աչքերով նայելու տասնյակ տարիների վեր պարտադրվող պատմությանն ու իրականությանը։ Ինքն ապրեց արգելքներ կոտրելով եւ մահացավ, հավատալով, որ կգա մի օր, երբ Թուրքիայում ապրող քաղաքացին կարթնանա մի երկրում, որը ստիպված չի լինի ամաչել սեփական անցյալի համար։ Այնինչ նա չհասցրեց անել կենթանության օրոք արեց մահից հետո, արթնացնելով Թուրքիայի հազարավոր քաղաքացիների խիղճը, ստիպելով նրան ոտքի կանգնել, դուրս գալ փողոցներ եւ բղավել. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»։ Սպանությունից 10 տարի անց հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպան Օգյուն Սամասթը եւ սպանությունը հրահրած Յասին Հայալը հայտնաբերվել եւ դատապարտվել են։ Դինքի սպանության գործով 10-ամյա դատական գործընթացը կարելի է երկու փուլի բաժանել։ Հանցագործության հաջորդած 5 տարվա ընթացքում սպանության ուղղակի մասնակիցների հայտնաբերումից բացի հետաքննության մեջ այլ առաջընթաց չգրանցվեց։ Վերջին 5 տարվա ընթացքում իշխանության եւ գյուլենական կառույցի միջև ցակած անհաշտությունը եւ անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը նոր էջ բացեցին Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործընթացում։ Թուրքական ոստիկանության, ժանդարմերիայի եւ ազգային անվտանգության տասնյակ աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեղադրանքով։ Պոլսահայ նշանավոր մրտավորականի ընտանիքն ու նրա շահերը պաշտպանող փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրավորված է եղել եւ իրավապահ մարմինները տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձի մասին չեն կանխել այն։ Արդեն 10 տարի է նրանք պահանջում են բացահայտել եւ դատապարտել սպանության պատվիրատուներին։ Կովսականի ամենամարդաշատ փողոցը տանում է դպրոց, առավոտյան համալիր մարզումներ ու դասերը սկսված են։ Թաթուլ Կրպեյանի անվան կրթօջախը գործում է արդեն 20 տարի։ Այս ընթացքում դպրոցը կատարելագործվել ու անցել է դժվար ճանապարհի իր մասը։ Հարմարություններն այսօր համարում են բավականին գրավիչ, աշխատել են ավելի վատ պայմաններում։ Նույն շենքը, այս շենքն էր, բայց շատ ավելի անմխիթար վիճակ էր։ Մի փոքր հարմարեցված, գույքը խնդիր էր, որտեղ այդ թվականներին դեռ նոր էր եւ քաղաքը 97-ից է հիմնադրվել, մի քիչ
այսպես ամեն նորաստեղծման դժվարությամբ ալնում, բայց Աստուն փառք այսօր ահագին մեծ առաջընթացներ ունենք, ահագին հաջողություններ ունենք։ Նաիրա Ղալեչյանը Կովսականի դպրոցի հիմնադիրներից է, այստեղ աշխատում է առաջինից կորվանից։ Հիշում է վերակենդանացող Կովսականում հաղթահարել են փորձությունների մի ամբողջ շարք։ Հիմա ոչ միայն բնակիչների սոցիալական վիճակն է ուրիշ, այլև երեխաների առաջադիմության մակարդակը, եւ սրանք ինչ որտեղ փոխկապակցված են, ասում է։ Դպրոցի պայմանները փոշու կեղտի մեջ, հատակ չկար, փոշու մեջ երեխաները մաքուր տնից գալիս էին դպրոց, դեռ առաջի ժամը չվերջացած արդեն փոշու մեջ կորած էին։ 98-99 թվականներին այստեղ հաճախում էին նաև Մուշ ու Ալաշկերտ գյուղերի աշակերտները, ոտքով 3 կիլոմետր ճանապարհ էին գալիս։ Աշակերտների քանակը այդ ժամանակ մի քիչ ավել էր, մինչև նրանց տեղափոխվելը 120 աշակերտ, երևի 118-120, ինչքան որ հիմա մենք ունենք միայն մեր քաղաքում։ Այսօր Կովսականի միջնակարգը 115 աշակերտ ունի, կրթօջախի շրջանավարտներից ոմանք արդեն կայացած մանկավարժներ են։ Արթուր Հովհաննիսյանը հարազատ դպրոցում դասավանդում է ռազմագիտություն։ Զինղեկն ուզում է, որ պատրաստված լինելուց առաջ հայրենիքի զինվորը նախ եւ առաջ հայրենասեր լինի։ Սա է մաղում հերոսության։ Միշտ է խոսքը, այստեղ չկա տենց երևի օր չի անցնում դպրոցում, որ չխոսվի որևէ մի հերոսի մասին։ Մանավանդ այս քարորիա պատերազմը այստեղ երեխաների ընտանիքներից չկար մարդ, որ չմասնակցեր։ Իրանք տեսան, մինչ այդ եթե լսում էինք 92 թվականի պատերազմ Արցախ ազատագրում, լսում էին իրանք, բայց սա տեսան արդեն։ Տեսան ու արդեն խորապես են հասկանում։ Այնվաղ թե երեխան դպրոցում ասում էր, որ ինձ տանեն բանակ, հիմա ասում են ես կգնամ բանակ, դա արդեն դու հասկանում ես, որ ինչ-որ բան կա։ Բարեկամների ու բարերարների պակաս դպրոցը չունի, եւ հենց սա է պատճառը, որ գույքի ու տեխնիկայի պակաս էլ չունեն։ Կովսականի միջնակարգն ակտիվ կապի մեջ է Կրպեյանների ընտանիքի հետ։ Մանկավարժները միակարծիք են, դպրոցականները գիտակցում են ազատագրված հողի գինը, եւ հենց սա է կովսականցիների հողին ամուր կանգնելու պատճառը։ Հստակ կարող եմ ասել, այստեղից հետ գնալ, ինչ-որ տեղ գնալ, ոչ մեկը չի ցանկանում, ընդհակառակ ուզում են գալ, դա նաև ապացուցեց ապրիլյան դեպքերը, այդ վատ օրերին նույնիսկ 1 ժամ, 1 վայրկյան մի աշակերտ չբացակայել դասից։ Ընդհակառակը ավելի հայրենասիրաբար են եկել դպրոց։ Իրանք որ գնում են Երևան երեխեքը, շատ հետ են գալի, ասում չեն կարող հարմարում ենք ընդ արձակուրդներին։ Ոստեղ կարոտ կա, այստեղ ուրիշ է, թանկ է ամեն ինչը։ Ու այդի գալիս է եւ դպրոցից եւ իրենց ծնողներից, ամեն ինչից որ կարողացել են ճիշտ բացատրել տարածքի արժեքը։ Դա է էլի կարևորը, ու դու էլ քեզ լավ ես զգում, որ քո աշակերտը հասկանալով այդ ամեն ինչը, ոչ թե անգիր արած բառերը լսելա մեկից ասում է, այլ ինքը իրոք հասկանալով ասում է հաջորդ հարցից էլ անգիր արած բառ չունի ինքը որ պատասխանի, ինքը իրանով արդեն պատասխանում է ճիշտ ձևով։ Կովսականի միջնակարգում դասասենյակները չեն բավարարում կրթօջախի պահանջները, տարական օղակում 60-ից ավելի աշակերտ ունեն, իսկ դպրոցական շենքը տիպային չէ։ Տնօրենը կցակառույցի կարիք է տեսնում, հարցն էլ որքան սուր է, նույնքան էլ ձեռքբերում են համարում այստեղ։ Կովսականում տարեցտարի մանուկները շատ են։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։